Յոր սիրելի հետևորդներ ջան, որքան ժամանակ կա, այստեղ շատ կարևոր գործեր եմ անում, հետո միանգամից սիրտս դառը կոֆե քաշեց, արդեն պատրաստել եմ, որ շատ ուշ կսես կողմ չդարձնեմ, շրջվեմ, որ հանկարծ կոֆեն իմ գազօջախին չթափվի, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասել, էլ իմ սիրտն ա դառը կոֆե քաշում, եկեք միացեք ինձ և այս մի քանի րոպե հաճելի անցկացրեք, դուք վայելեք ձեր սուրճը, թեյը, կամեր, հյութը, ինչու՞ չէ նաև այլ համով բաներ և այս ընթացքը հաճելի անցկացրեք անուշկայի հետ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ այսօր իմ մեղուների նայելու օրն է, հասցրել եմ արդեն մի քանի մոմաթերթ ամրացնել շրջանակներին ու ասեմ, որ այդ մոմից հրաշալի բույր ա գալի, ծաղկային բույր ա գալի, սիրելի հետևորդներ ջան, ահա իհարկե շատ զգուշորեն եմ վերցնում այս նրբությունը և ահա իմ դառը կոֆեն և հեց, ահա։ Այսօր աշխատանքից վերադառնալու ժամանակ նաև մրգեր էի գնել, որն արդեն իսկ հասցրել եմ մի մասը մի կուշտ վայելել, սիրելի հետևորդներ ջան, մի մասն էլ էստեղ իմ նոր վազայի մեջ եմ տեղավորել և բացի մոմի անուշաբույր ծաղկային բույրերը, նաև մրգի բույրն է տարածվել իմ խոհանոցում, դուք էլ համով բույրերով լցրեք ձեր խոհանոցը, ձեր տունը և վայելեք ձեր ամեն մի օրը, սիրելի հետևորդներ ջան, հիմա ասեմ, որ որոշել եմ, որ բոլոր մեղվան մոմաթերթ տալ, որպեսզի պարապ չմնան, մի գործ առաջ տանեն, ես իրենց օգնեմ, իրենք էլ ինձ օգնեն, այստեղ արդեն 1, 2, 3, 4, 5, 6-ը կպցրել եմ, մի հատ էլ ավել եմ ուզում կպցնեմ, որ պատրաստ լինի կամ էլ հնարավորավոր այն երկրորդ հարկի մեղուներից 2 հատով տամ, չգիտեմ, կբացեմ ու արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Հիմա մինչև որ ինչպես միշտ իմ կոֆեն կդառնա խմելու աստիճանի, թեպետև շատ սրտով եմ ուզում վայելեմ, ասեմ, որ ամրացնում եմ, հիշում եք չէ, որ անցած անգամ կտրեցի և սրանով եմ ամրացնում, սա լրիվ 100%, սիրելի հետևորդներ ջան, մեղվի արտադրանքն է, իր մոմագեղձերից արտադրած մոմն է։ Ահա, այս մեկը որ պիտի ամրացնեմ, սիրելի հետևորդներ ջան, մի մասն արդեն օգտագործել եմ, ինքը շատ թեթև, բուրումնավետ, ահա, այսպես հիմա դասավորություն տամ, ձեռքի սափով, մյուս կողմով պահեմ, ահա, հավասարությունը բռնեմ և ամրացնեմ։ Ոյ, սաղում է ձեռքիցս, քանի որ ինքը շատ նուրբ է, նաև երբ որ եղանակը մի քիչ, ասենք սառն է լինում, օդի ջերմաստիճանը, ինքը չի կպչում ու սկսում է սահել, թեպետև շատ ամուր չի կարելի բռնել, դրա համար էլ է որ սահում է, քանի որ եթե ամուր բռնենք, սիրելի հետևորդներ ջան, այս իր հիմքը, որ արդեն գործիքով է հիմքը տված, այս մոմի վրա, գիտեք, որ շատերը կիմանաք, որ կան գործիքներ, որ մոմը լցնում են և գործիքը արդեն այդ վեցանկյուն հիմքը տպած արդեն հանում է, որի վրա էլ մեղուն արդեն հեշտությամբ սկսում է գործել, չնայած որ մեղուները առանց հիմքի, նույնպես օրինակ սա առանց հիմքի է, սիրելի հետևորդներ ջան, հիշում եք չէ, որ սա շրջանակի ներքևի մասում, շրջանակը փոքր լինելու պատճառով գործել էին, մի խոսքով առանց հիմքի նույնպես իրենք գործում են։ Եվ մենք էլ մարդիկս սովորել ենք և իրենց օգնելու համար, մեր գործն էլ առաջ տանելու համար, արդեն այսպիսի գործիքներ են մարդիկ ստեղծել և հեշտացրել թե մեր կյանքը և թե մեղուների կյանքը, հիմա այսպես այս լարերը պիտի ամրացնեմ, ասեմ, որ նախապես բոլոր լարերը ձգել եմ,
Ընդհանրապես, երբ որ լարերը ձգում ենք, պետք է նաև երաժշտության ձայն գա այդ լարից, երբ որ մատով խփենք, պիտի իր ձիգ լինելուց երաժշտության ձայն գա, սիրելի հետևորդներ ջան, որ արդեն ցույց է տալի, որ լարը ամուր է եւ ճիշտ է ձգած։ Ինչպես որ ասենք, դաշնամուրի լարերն են, չէ՞, լարում կամ էլ կանոնի լարն են լարում եւ ընդհանրապես երաժշտական գործիքները, որոնք որ լարելու կարիք է լինում, հիմա մի բան, որ այսպես ձեռքս եմ վերցրել, նաև կարելի է նմանեցնել երաժշտական գործիքի եւ այս գործը սիրով կատարել։ Մեղուների աշխատանքը նաև նման է երգի հետո բերքի։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, հենց այդպես էլ մենք ինքներս կարող ենք մեր ամեն մի օրը դարձնել թեթև ու հանգիստ, հետաքրքիր, գույներով լցնել։ Ինքներս մեր օրը կարող ենք այնպես դասավորել, որ ամեն մի տխրություն, ամեն մի վատ բան մեզանից հեռու գնա։ Հատկապես կարող ենք նաև այնպես անել, որ միշտ մեր դեմքին ժպիտ լինի, ժպտացեք, սիրելի հետևորդներ ջան, եւ կտեսնեք, թե ինչպես է վարկյանը փոխվում դեպի լավը, ինչքան էլ որ ասենք հոգսերով ծանրաբեռնված լինեք, կամ տխուր լինեք, քանի որ տխրությունը նույնպես մեր համար է, քանի որ նաև մարդիկ կան, որ տխրել չգիտեն, մի անգամ նույնիսկ ես այդ թեման շոշափել եմ, շատ հետաքրքիր ձևով վլոգ էի պատրաստել, եթե հիշում եք, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ տխրելը նույնպես զգացողություն է, ամեն մի գործը դարձրեք երգ, որ վերջում ստանաք բերք։ Այս մեկն էլ ավարտեցի, այսպես շատ զգուշորեն եմ վարվում, հիմա մնաց այս մեկը, որ արդեն պիտի լարեմ ու ձեր հետ լարեմ։ Ահա, այսպես։ Քանի որ սա շատ թույլ է, ահա տեսնում եք, շատ թույլ է, հիմա պիտի սրան ձգեմ, այստեղ իմ սուրճի բույրը ինձ ուժեղ գրավում է, բայց պիտի այս կարևոր գործն անեմ։ Բա չեք ասում, ճուտիկներս դուրս են եկել, սիրելի հետևորդներ ջան, այստեղ են, ասեմ, որ ամբողջ գիշերը սպասեցիք եւ ոչ մեկը գիշերը դուրս չի եկել, բոլորը վաղ առավոտյան ժամին են դուրս եկել, իրար հետևից սկսեցին ձուն երկու մասի բաժանել ու դուրս գալ, ահա, հիմա այս որ բերել փաթաթել էի, սա բացեցի, հիմա այս կողմից, քանի որ ստեղ եմ բացել, ահա, վերջի կապը այստեղ է, այսինքն ես այս կողմից եմ սկսում լարը բարձրացնել, ահա, այսպես, հնարավորինս պիտի այնպես անեմ, որ ձգեմ, բարձրացրի, շատ նուրբ է նաև այս լարը, ամեն մի անզգուշը ուժեղ քաշելուց կարող է նույնիսկ կտրվել, այս մեկը եղավ, այս մի լարը բերեցի և այստեղ մատով ամուր պահում եմ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի հետ չգնա, հետո այս մեկը, այսպես ինձ եմ հենում, որ հեշտ լինեմ, եթե ընդհանրապես մարդը մենակ է գործանում, դրան էլ ձև կա և մենակ գործ անելով կարող ենք տվյալ գործը հարմարեցնել մեզ և այնտեղի չդժգոհել, թե մենակ եմ գործանում, չի ստացվում և այլն և այլն։ Նույնիսկ երբ որ մեր ձեռքին երկու ձեռքն էլ զբաղված է լինում ու պետք է լինում, որ տվյալ դուռը բացել, սիրելի հետևորդներ ջան, ես շատ մի հետաքրքիր առաջարկ ունեմ ձեզ, չգիտեմ էլ ովքեր են այդպես, բայց ինձ թվում է, թե ես եմ հորինել ինձ համար, դեռևս շատ երիտասարդ տարիներից, երբ որ հոգսերով ավելի շատ էի ծանրաբեռնված,
երեխաները շատ փոքր էին եւ գիտեք որ մայրիկները օրվա մեծ մասը տանը նաեւ մենակ են մնում փոքր երեխաների հետ, ահա եւ ասեմ թե ինչպես դուրը բացեք, երբ որ ձեր ձեռքին շատ իրեր կան, այսպես արմունկ եք հանում եւ արմունկով դրան այդ բռնակը ներքև եք իջեցնում, մի քիչ ուժ եք գործադրում եւ դուռը հեշտությամբ բացվում է ձեր առջեւ, հետո ուսով մի կողմ եք քրում եւ անցնում, սիրելի հետևորդներ ջան, իսկ ես նկատել եմ, որ մարդիկ էլ կան, որ երկու ձեռքին երբ որ իրեր են լինում, այդպես վիզները թե կած սպասում են, թե ով պետք է գա իրենց առջև դուռը բացի, որ անցնեն, թեպետև շատ հաճելի է, երբ որ մեր առջև դուռը բացում են, մեր ձեռքից էլ այդ ծանր իրերը վերցնում են, սիրելի հետևորդներ ջան, իմ ասելու միտքը նա է, որ եթե մենակ եք լինում պահի տակ, ապա կարող եք հեշտությամբ դուռը այդ ձևով բացել, եթե հատկապես չեք ուզում, որ ձեր ձեռքի իրերը հատակին դնել կամ էլ առավել ևս գետնին դնել, ահա, ձեր հետ զրուցեցի եւ իմ շրջանակն էլ արդեն լարերը լարեցի եւ հիմա փորձեմ, ահա, այսպիսի ձայն պիտի լսվի, սիրելի հետևորդներ ջան, եւ լարված է իմ շրջանակը, հիմա արագորեն, ինչու արագորեն, որովհետև եղանակը արև չէ և կեսօրվա ժամերն է, իմ գործն էլ շատ է, այսպես արդեն անմիջապես իր վրա եմ տեղավորում և այսպես շրջում, այս մեկն էլ ամրացնեմ ու նոր կանցնեմ իմ սուրճը վայելելուն, ճուտիկներին էլ կհասցնեմ ցույց տալ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ առավոտյան ժամերին են ծնվել, դեռևս չեմ կերակրել եւ առաջին կերակրելը ձեր հետ կսկսեմ եփած ձուն տալ, ասեմ որ միայն դեղնուցն եմ տալու եւ արդեն իսկ ես լսում եմ որ ամպը գորգոռում է, չգիտեմ, արդյոք կարող եմ հասցնել այս գործս անել այսօր, քանի որ շատ կարևոր է, առավոտյան ժամերին շատ սառն էր, սիրելիներս, և սառը եղանակին ընդհանրապես չի կարելի մեղուների տանիքը բարձրացնել և աշխատանքներ տանել, դրա համար սպասել եմ կեսօրվա ժամերին, հիմա էլ արդեն ամպը գորգոռում է, չգիտեմ, կփորձեմ այդ ընթացքներում հասցնել։ Եղել է ժամանակ, որ այս վիճակն է եղել, նման տիպի եղանակ է եղել ու հենց որ արդեն պահն է եկել, որ պիտի գնամ արդեն կազմ ու պատրաստ մեղվանոզոր աշխատանքներս անեմ, անձրև է սկսվել, ես իհարկե սպասել եմ, համբերատար սպասել եմ, անդադ նայել եմ երկնքին, իմ սովորության համաձայն և հենց որ անձրևը կտրվել է, սիրելի հետևորդներ ջան, պահը բռնացրել եմ և սկսել աշխատել մեղուներիս հետ։ Եթե ասենք չի ստացվել, հաջորդ օրը էլի այնպես եմ դասավորել, գործերս այնպիսի ընթացք եմ տվել, որ բաց չթողնել, քանի որ մեղուների հետ աշխատելը մի այնպիսի աշխատանք է, որը շատ խիստ պահանջկոտություն է պետք դրսևորել, որպիսի կորուս չունենանք, սիրելի հետևորդներ ջան, կորուստն էլ այն է լինում, որ եթե մեղուների հետ մենք ճիշտ աշխատանքներ չտանենք, ապա մեղուների տեղը եթե խիտ է լինում, նրանք մի մասը բունը լքում են, ձակ են տալի, բնական ձակ են տալի ու գնում են։ Ահա։ Ասեմ, որ դեռևս բուժումներ չեմ անում, քանի որ բուժումները արվում է գլխավոր բերքը բերելուց հետո, այսինքն մեղր քամելուց հետո։ Այսպես, սիրելիներս, գիտեք, որ իմ մեղուներս ես երկու մեծ ընտանիք կնեցի և դրանից արդեն բազմացրի, ձագեր վերցրի, դա կոչվում է արհեստական ձագ, այսինքն ես այդ ուժեղ ընտանիքից ձագ վերցրի, առանձնացրի
հենց դա էլ կոչվում է արհեստական ձագ, սիրելի հետևորդներ ջան, իսկ եթե մեղուն ինքը, ասենք, աննկատ ձևով, դա էլ է պատահում, ձագ է տալի, ու մենք էլ նկատում ու բռնում ենք արդեն, դա էլ կոչվում է բնական ձագ։ Երկու դեպքում էլ շատ ուժեղ են լինում, քանի որ երբ որ ընտանիքը բաժանվում է, արդեն նոր թափ է ստանում, նոր ուժ է ստանում եւ տրամադրվում է աշխատելու, ստեղծելու, իրենը ունենալու համար։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, անպտեր կորկորում է, ոնց ասած, սևակն օրը, լատենանք ոնց կընթանա։ Մոմաթերթը կպցնելը ավարտեցի, մի կում սուրճ, ջան, աշխատանքից անաբեռնվածության պահերով, սիրելի հետևորդներ ջան, նայում մեր դառը կոֆեն, ոտի վրա ենք խմում, հիմա ուզում եմ ցույց տալ իմ նոր ծնված ջուտիկներին, որ այսպես տուփի մեջ առանձնացրել եմ, այստեղ շատ տաք է, քանի որ ինկուբատորից այստեղ տաքանում է։ Մի մասը ծնվել են, սիրելի հետևորդներ ջան, մի մասն էլ հլավոր ձենձուր չկա։ Միայն ծվի մեջ ծվում է, բայց չեն ծակել։ Չգիտեմ, թե ինչպես կլինի։ Հիմա ուզում եմ այնպես անել, որ առիթից մի փոքր օգտվեմ, որ անպտորկորում է, ջուտիկները արագի մեջ ցույց տալ։ Բոլորը միանգամից վաղ առավոտյան են ծնվել, ամենասիրունը սա է, սիրելի հետևորդներ ջան, մոտեցնեմ հենց այսպես, վախենում եմ թե թրջի, սիրելի հետևորդներ ջան, իր նաշխերն եմ ուզում ցույց տալ, թե ինչքան սիրունիկ պուպուշիկն է, ընդհանրապես ամեն ինչի փոքրն էլ սիրուն է, դա ասված խոսք է, որ ամեն ինչի փոքրը սիրում է, իմ կատի ունեմ կենթանիների, այսպես, կոպիտ համեմատություն է, բայց մկանճուտն էլ սիրուն է, ուզում եմ հիմա բոլորը այստեղ տեղավորել և ցույց տալ ձեզ, ամեն մի քիչ կվրվրան, երկու հատ չարտիկ, երկու հատ սև, մնացածը դեղին ու կարմիր են, հույս ունեմ, որ նրանք էլ կծնվեն, սիրելի հետևորդներ ջան, դեռևս դժվարությամբ են քայլում, երբ որ նոր են ծնվում, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ դժվարությունով են քայլում, ես իմ ուզածին հասա և այստեղ դասավորեցի իմ ջուտիկներին, որպեսզի մոտեցնեմ տեսախցիկին, դուք էլ նայեք, ուրախանաք, ձեզ ուրախություն եմ բերել, փոքրիկ ուրախություն, սիրելիներս, խնդրեմ, ես էլ իմ նոր ծնված ջուտիկները, իսկ մնացածը սպասողական վիճակում ենք, շատ չչարչարեմ ջուտիկներին և զգուշորեն էլի իրենց տեղը տանեմ, միանգամից այսպես բոլորին, քանի որ շատ փոքր է, բռիս մեջ մի քանի հատ միանգամից տեղավորվում է, հիմա փակում եմ, բայց նաև շնչելու տեղ եմ թողնում, որպեսզի շնչահեղձ չլինեն, բացարձակ այստեղ անցք ունի, քանի որ սա կոշիկի տուփ է, սիրելի հետևորդներ ջան, որը արդեն երկրորդ սերունդն է ինկուբատորի, որ այստեղ տեղավորել եմ։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ իմ սուրճը վայելել, հետո մի հատ էլ եղանակին կնայեմ, տեսնեմ, եթե եղանակը օգնի, արդեն կգնամ մեղվանոց, մեղուների հետ աշխատելու, իսկ եթե հանկարծ անձրև կգա, ետ կվերադառնամ և ջուտիկներին արդեն միասին կկերակրենք։ Սիրելի հետևորդներ ջան, անձրևը խափանեց գործս, խոշոր կաթիլներով գալիս է, բաց հետ էլ այնքան ցուրտ է, հիմա ուզում եմ ջուտիկներին կերակրեմ, անձեռոցիկ եմ բերել, համ սպիտակ, համ էլ լապաստակով, չգիտեմ թե զբոր թվից մնացել էր դարակում, ուզում եմ իմ խոհանոցի սեղանի վրա կերակրեմ, բայց այս տուփի մեջ էլի, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, քանի որ սրանք մի քանի ժամական են ու այդքան էլ իրանք
տհաճ չեն, էլի ընդհակառակ հաճելի են, ահա, այսեցիուն, ապաստակով, անձեռոցիկի վրա եմ տեղավորում, ամեն դեպքում, սիրելի հետևորդներ ջան, հետո այս իրանց կափարիչի վրա, մի հատ էլ էստեղ եմ անձեռոցիկ թռելու, որ հետո այդ իրանց մնացորդները ես հավաքեմ հեշտ վերցնեմ, էլի կարողանամ իրանց մաքուր ձևով ծածկել, ահա, էսա բացվեց, դեռևս ջուր չեմ տալի, քանի որ գիտեմ, որ չեն խմելու, ջուրն էլ արդեն հաջորդ օրը կդնեմ ու արդեն ջուր էլ կխմեն, ասեմ, որ թուղսի ջուտերը ոչ մեկը դուրս չի եկել, բայց ծակած են, սպասողական վիճակում եմ, դե իհարկե այստեղ էլ էլի ձվեր կան դուրս գալու, սպասողական վիճակում են, ահա, հիմա իրանց հանենք, որ կուտիկ ուտեն, եթե կուզեք մոտեցնեմ տեսախցիկը, սիրելի հետևորդներ ջան, ահա, մի հատ այստեղ դնեմ, որքան մոտեցնեմ տեսախցիկը ու սրանք չգլորվեն, էլի մեղք են, ահա, այսպես, տեսնում եք, թե ինչքան շնորհքով սարքել եմ իրանց տեղը, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է կարելի է հատակին էլ տամ, բայց հարմար չէր, ուզեցի, որ այս ձևով տալ, հանել, հավաքեք ձեր տան փոքր երեխաներին, թոռնիկներին, ծոռնիկներին, փոքր բալիկներին, դուք էլ մի պահ մանկացեք, հետո մի քանի րոպե ուրախանանք ճուտիկներով։ Այս մեկ ամենավերջում ածնվեն, սա այդքան էլ լավ չի քայլում, դրա համար մի կողմ եմ դնում, այս էլ ոնց որ, ուրեմն երկու չալտիկ, երկու մանտիկ, և այսպես, փոքր են սրանք, չեն ուտելու, ուղղակի իմ խղճի հանգստության համար, շատ քիչ կտամ, ու տեսնենք որն է աշխուժ, որը կուտի, ամեն առաջ այս կարմիրն է դուրս եկել, պետք է որ դա հաստատ ուտի, այս հենց դժվար խնամքա, թեկուզև թուղսի ջուտի կլինի, սիրելի հետևորդներ ջան, թուղսի հետ աշխատելը ավելի բարդ է, կրկնակի բարդ է, սիրելի հետևորդներ ջան, ահա, տեսեք չեն ուտում, բայց ես իմ խղճի հանգստության համար ուզում եմ, որ տամ դեղնուցը, ինչ էլ անեմ, սրանք ուտողը ուտելու է, չուտողը չի ուտելու, եթե կմնա էլ այստեղ, որպիսի չչորանա, կտանեմ այն մեկ ջուտիկների առաջ կլցնեմ ու այսքանով բավարարվեմ, ահա, տեսնում եք, չեն ուզում ուտեն, այ մի քանի ժամվա ծնված ջուտիկները այս ձև են, սիրելի հետևորդներ ջան, հիմա սովորացնում եմ, կուտ, դեկեր, կուտ, այս սա է առաջնեկը ու արդեն սկսեց, նրանք էլ օրինակ կվերցնեն, բայց ավելի շատ իրանց ուշկը քնելու մեջ է, ինչպես որ մեր փոքր բալիկների ուշքն է լինում քնելու մեջ, իհարկե, եթե չարաճճի չեն լինում, ահա, հլա սիրաֆայսոնին, հլա, պուպուսիկ, դե կերեք, որ շուտ մեծանաք, ինձ ուրախացնեք, այսպես, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ այսպես կմնա, ամեն դեպքում մի 10-15 րոպե, այսպես կմնա, այստեղ ոչինչ չեն կարող անել իրանք, ահա տեսնում եք ինչքան մաքուր են, շատ մաքուր են, քանի որ նոր են ծնվել ու կարելի է, որ այս վիճակում էլ այսպես վեր բարձրացնել, ահա, ինչքան որ զվարճացանք, հիմա արդեն կադրից դուրս զբաղվեմ իրենցով, որ կարողանամ հասցնել նաև մեղուների հետ աշխատանքս կատարել, եթե իհարկե անձրևը չխանգարի։ Հիշեցնեմ, որ թուղսի ջուտերը դեռևս չեն ծնվել և դեռին շատ մեծ գործ է սպասվում։ Այսպես։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բարակ, փափուկ անձրև է գալի,
Ճիշտ է, շատ հավես է, խափանեց գործս, բայց ոչինչ։ Վաղ առավոտյան հույս ունեմ արագի մեջ կկարողանամ մեղուներիս հետ աշխատանքը կատարել և հասցնել, որ վնաս չլինի մեղուներիս։ Ընդհանրապես այս տիպի գործերը, որը կապված է բնության օրենքների հետ, երբեմն էլ այսպես է պատահում, հուսախաբ չեմ լինում, նայում եմ դեպի վերև, նայում եմ դեպի մեր Սուրբ Սարգիս մատուռ, դեպի երկինք, դեպի Աստված, սիրելի հետևորդներ ջան, և վայելում եմ այս հանգիստ ու փափուկ եկող անձրևը, նայում ես հանգիստ է պետք և մի փոքր էլ կհանգստանամ, երբեմն նաև անձրև տեղալը մեզ հանգստություն է բերում և վայելենք մեր այս հանգիստ պահերը, լավ եղեք և դուք էլ գնացեք հանգստացեք, եթե ձեր մոտ էլ անձրևային եղանակ է։ Պատկերասրահը բացվել է։ Եկեք և վայելեք այս հրաշք պահերը։ Խնդրեմ։ 5 րոպե առաջ է անձրևը դադարել։ Եվ ահա այսպիսի պատկերասրահ է բացվել։ Ինչքան հրաշալի տեսարան է։ Կարելի է երկար ու երկար նայել։ Արևը մայր է մտել, սակայն իր վերջին շողերը ընկել է ամպերի մեջ և ցույց է տալիս, որ վաղ արևոտ եղանակ ենք ունենալու։ Ջան, այս պահին բոլորիդ ցանկանում եմ բարի երեկո և այս երեկոյան ժամերը թող բոլորիդ համար խաղաղ անցնի, սիրելի հետևորդներ ջան։ Ես էլ մի փոքր վայելեմ այս հրաշք պատկերասրահը, իմ սիրելի, և արդեն վաղը կմիանամ ձեզ։